Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ինչ ուղերձներով են քաղաքական ուժերը մտնում ընտրապայքար։ Ուժեղ Հայաստան դաշինքը օրը սկսել է ազգային ժողովի մոտից, ինչ հայտարարություններով է քաղաքական ուժը մտնում ընտրապայքար։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը նոր փուլ է մտնում, ինչու է Հայաստանի դեսպանը հրավիրվել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարություն։ Ուկրաինայի նախագահի այցը շարունակում է քննարկվել Ռուսաստանում, ինչպիսի գնահատական է տվել Մարիա Զախարովան։ Վեդիի աղմկահարույց գործը շարունակում է հանրային ուշադրության կենտրոնում մնալ, գործով ևս մեկ մեղադրյալ կալանավորվել է։ Թեհրանը դեռ վերջնական պատասխան չի տվել Վաշինգտոնին, ինչ փուլում են Իրանի խորհրդակցությունները։ Քիչ առաջ Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվել։ Ըստ տեղեկությունների իրավապահները խուզարկել են նաև ուժեղ Հայաստան կուսակցության Մարալի քաղաքի տարածքային գրասենյակը, կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։ Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրության քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը։ Խորհրդարանական ընտրությանը մասնակցում է 19 քաղաքական ուժ, թե ովքեր են առաջին համարներում եւ ինչ ուղերձներով են մտնում ընտրապայքար, ռեպորտաժում։ Առաջիկա խորհրդարանական ընտրության մասնակիցները հայտնի են, հերթականությունը նույնպես։ Ովքեր են գլխավորում կուսակցությունների ցուցակները, ովքեր են իրական ազդեցություն ունեցող խաղացողները եւ ովքեր, որ պարզապես մասնակցում են պայքարին։ Ցուցակի առաջին համարով ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին գնում է պաշտպանության նախկին նախարար, գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի առաջնորդությամբ։ Նրա անունը կապվում է ինչպես զինվորական բարձր պաշտոնների, այնպես էլ սկանդալային քրեական գործի հետ։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ հարուցել է հերակավարույթ 2021 թվականի մայիսյան իրադարձությունների շրջանակում, երբ ադրբեջանական ուժերը ներխուժել էին Սյունիքի Սև լճի տարածք։ Իրավապահների վարկածով Կարապետյանը տվել է մարտական դիրքերը թողնելու անհիմն բանավոր հրաման, ինչը ըստ մեղադրանքի հանգեցրել է ծանր հետևանքների։ Ինքը նախկին պաշտոնյան այս մեղադրանքները չի ընդունում։ Երկրորդ համարով բոլորին դեմ եմ նախաձեռնությունն է։ Իր անունով քաղաքական ուղերձ ձևակերպող ուժը ընտրություններին մասնակցում է իշխանությանն ու ընդդիմադիրներին դեմ մարդկանց ձայները ստանալու ակնկալիքով։ Իդեպ այս ուժը հայտարարել է, որ կգործակցի ԿՊ-ի հետ, եթե իրենց գաղափարներն ու ծրագրերը համընկնեն։ Երրորդ համարի տակ ընտրություններին մասնակցում է ուժեղ Հայաստան դաշինքը, որը միավորում է նույնանուն կուսակցությունը, նաև Նոր դարաշրջան եւ միավորված հայեր քաղաքական ուժերը։ Դաշինքի առանցքային դեմքը գործարար Սամվել Կարապետյանն է, Տաշիր խմբի հիմնադիրը, ով վերջին շրջանում ավելի ակտիվ է հանդես գալիս նաև քաղաքական դաշտում։ Նրա անունը սակայն ցուցակում չկա, այն գլխավորում է գործարարի եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Չորրորդը Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Քաղաքական դաշտում կուսակցությունը ընդգրկված ներկայությամբ կամ ազդեցությամբ չի առանձնացել։ Փորձում է դիրքավորվել սեփական օրակարգով, սակայն հանրային լայն ճանաչելիություն դեռևս չունի։ Հինգերորդը նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է դերասան Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարուկյանի գլխավորությամբ։ Նա հանրությանը հայտնի է նախ որպես հումորային դերասան, իսկ քաղաքական դաշտում Երևանի նախկին քաղաքապետի պաշտոնով, որտեղ նրա գործունեությունը գնահատվել է տարբեր ու հաճախ հակադիր դիտարկումներով։ Վեցերորդը միասնության թևեր կուսակցությունն է, որը ընտրություններին մասնակցում է իրավապաշտպան Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդությամբ։ Յոթերորդը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ։ Նա հանրությանը հայտնի է որպես խոշոր գործարար եւ տարիներ շարունակ քաղաքական դաշտում ազդեցիկ դերակատար, որը եղել է թե իշխանության մաս, կոալիցիոն կառավարության շրջանակում, թե որպես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ։ Գագիկ Ծառուկյանի անունը քաղաքական դաշտում պարբերաբար հայտնվել է նաև իրավական գործընթացների համատեքստում։ Մասնավորապես 2020-ից 21 թվականներին նրա շուրջ հարուցվել էին քրեական վարույթներ կապված ընտրական գործընթացների եւ ենթադրյալ օրինախախտումների հետ։ Այդ ընթացքում Ծառուկյանը կարճ ժամանակով նաև ձերբակալվել էր, վերջերս արդարացվել։
8-րդը ազգային ժողովրդավարական բևեռ քաղաքական ուժն է, որը ձևավորվել է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության եւ մի շարք քաղաքական հասարակական գործիչների նախաձեռնությամբ։ Ազգային ժողովրդավարական բևեռի ձևավորման քաղաքական ֆոնին հաճախ հիշատակվում է նաեւ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊՑ գնդի գրավման դեպք, որը կապված էր Սասնա Ծռեր խմբավորման գործողության հետ։ 9-րդը Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունն է Արտակ Սարգսյանի գլխավորությամբ, ով նաեւ կուսակցության հիմնադիրն է եւ վարչապետի թեկնածուն։ Նրա ղեկավարած ուժը քաղաքական դաշտում համեմատաբար նոր ձևավորված կուսակցություն է, որը պաշտոնապես գրանցվել է վերջերս։ Այսպիսով ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական քարտեզն արդեն հստակ է, մնացյալ կուսակցություններին եւ դաշինքներին կանդրադառնանք մեր հաջորդ ռեպորտաժում։ Ընտրապայքարում ներգրավված են թե տարիների փորձառություն ունեցող քաղաքական ուժեր, թե նոր ձևավորվող թիմեր։ Ովքեր են փորձում վերադառնալ քաղաքական առաջին գիծ եւ ովքեր պահպանել իշխանությունը, ռեպորտաժում։ Ազդեցիկ խաղացողներ, նոր ուժեր եւ դեռ ձևավորվող նախաձեռնություններ։ Շարունակում ենք ներկայացնել ազգային ժողովի ընտրության ցուցակն ու վարչապետի թեկնածուների անունները։ Ցուցակի 10-րդ համարը Հայ ազգային կոնգրեսն է։ Ղեկավարն ու գաղափարական առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, սակայն նա ցուցակում չկա։ ՀԱԿ վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ 11-րդ համարում Հանրապետություն կուսակցությունն է։ Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը տեղեկացրել է վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ Հայաստանի խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքներ պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ։ 12-րդ ցուցակով Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, որի ղեկավարը Լևոն Շիրինյանն է։ 2018-ի ընտրության արդյունքով կուսակցությունը խոստացել է սատարել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն նաև հանդես գալ որպես արտախորհրդարանական ուժ երկրում ժողովրդավարական սկզբունքների պահպանումն ապահովելու համար։ 13-րդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որի ղեկավարը Հայաստանի ազգային ժողովի նախկին падգամավոր Բարգավաճ Հայաստանի նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանն է, որի գրանցումը ԿԸՀ-ն մերժել է։ 14-րդը ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, նախագահն է Սուրեն Պետրոսյանը, որը սրբազան պայքարի առաջին շարքերում էր, բայց 2024 թվականի հունիսին ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բախումներից հետո առանձնազրույց էր ունեցել ԱԱԾ աշխատակիցների հետ ու հեռացել Հայաստանից։ Դրանից հետո Սուրեն Պետրոսյանն այլևս տեսանելի չի եղել սրբազան պայքարի շարքերում։ 15-րդը Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունն է, բոլորին հայտնի ԴՕԿ-ը Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, բայց այստեղ էլ ԿԸՀ-ն նրա թեկնածությունը չի գրանցել, քանի որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ 16-րդը իշխող քաղաքացիական պայմանագիրն է։ Արդեն 8 տարի իշխանության ղեկին գտնվող ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավակնում է երրորդ անգամ պահպանել իր դիրքերը։ Քաղաքական ուժը, որի օրոք պատերազմում պարտություն, տարածքային կորուստներ եւ Արցախի հայաթափում է եղել, շարունակում է խոսել խաղաղության մասին եւ ներկայանալ որպես խաղաղության երաշխավոր ուժ։ 17-րդը Հայաստան կուսակցությունների դաշինքն է, կազմում Հայ հեղափոխական դաշնակցությունը, առաջ Աչակենտրոն կուսակցությունը։ Այս դաշինքը, որը ղեկավարում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այս պահին խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժն է։ 18-րդը Հանուն Հանրապետության կուսակցությունն է, նաև հայտնի որպես ժողովրդավարության պաշտպանների դաշինք։ Կուսակցության առաջնորդն է Արման Բաբաջանյանը, որը նախկինում գործակցել է Լևոն Շիրինյանի հետ, ներկայանում է որպես արևմտամետ ուժ։ Եվ վերջինը 19-րդը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ով տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես էր գալիս ելք դաշինքով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով արձակուրդ է գնում, եւ այսօր քարոզարշավի առաջին օրը ՔՊԱ-ականների հետ Սյունիքում է։ Քարտեզներ էլ տվեք։ Եկանք հասանք Գորայք, մեր առաջի կետը եւ առաջին մարդիկ ում հետ նախընտրական տրամաբանությամբ բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Բարի լինի։ Առաջին մարդն եք, չէ, շուկայում էլ ենք հանդիպել, առաջին մարդն եք Սյունիքի մարզում ում նախընտրական տրամաբանությամբ հանդիպում ենք։ Տեղակ եք, որ նախընտրական քարոզարշավը կարելի ով կա տանը ընդհանրապես։ Դուք եւ տիկինը։ Եվ հարսս։ Երեխա կա։ Երեխեքը դպրոցում։ Երեխեքը դպրոցում են։ Լավ տիկնոջն է բարևենք, եթե դեմ չեք։ Համեցեք։ Համեցեք։ Բարև ձեզ, տանտիկին։ Գոհար։
Վայ, բարև ձեզ։ Համեցեք։ Ձեզ համար բուկլետ ենք բերել եւ Հայաստանի քարտեզ ենք բերել։ Ուրախ ենք։ Ձեզ էլ քարտեզ, այստեղ QR կոդ կա, եթե ուզենաք կարող եք մտնել եւ ունեք ինտերնետ, սմարթֆոն ունեք, ո՞նց եք ընդհանրապես։ Ինչ կա չկա։ Հայաստան դաշինքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը կսկսի էջմիածնում հանրահավաքով։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքն էլ օրը սկսել է Երևանում ազգային ժողովի շենքի մոտ կազմակերպած ասուլիսով։ Խաղաղություն խոսք տալով բերեց 3 պատերազմ։ Բարեկեցություն խոսք տալով բոլորի վրա վերցրեց $10,000 ամեն ընտանիքի վրա վարկ։ Հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկեց 2-ով եւ այդ նույն ժամանակ խոսք տալով, որ աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթարվի երկրում, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը չհաղթարվեց, անգամ աղքատությունը 2%-ից ավել էլ չիջավ մեր երկրում, բայց իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևաճարներ բաժանեցին, իրենց ամբողջ շրջապատին գործի տեղավորեցին, ԿՊԱ-ականները բոլորը պաշտոններ ստացան։ 8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո, մարդկանց հույսերից հետո շահելա մի խմբակ։ Իսկ հայ ժողովուրդը ինչին հասել է իր աշխատանքով։ Ով մի քիչ բարեկեցության է անգամ հասել է իր աշխատանքով։ Պետությունը դրա մեջ մասնակցություն որևէ կերպ մեծի մասամբ չի ունեցել։ Աղքատությանը որևէ հաղթանակ աղքատության մեջ մենք չենք տեսել։ Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը շարունակում է խորանալ։ Ռուսաստանի արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Նա հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Միխայել Գալուզինի հետ։ Ռուսական կողմը դժգոհություն է հայտնել Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ։ Մոսկվայում նաև ընդգծել են, որ պաշտոնական Երևանի կողմից մինչ այս որևէ հստակ արձագանք կամ գնահատական չի հնչել, ինչը ըստ ռուսական կողմի չի համապատասխանում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների տրամաբանությանը։ Զելենսկիի այցին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահը Երևան էր եկել ոչ թե օրակարգային հարցեր քննարկելու, այլ հերթական հակառուսական հայտարարություններն անելու և իր ձևակերպմամբ քաղաքական մոռացությունից դուրս գալու համար։ Ես անձամբ կարծում եմ, որ հրաշալի է, որ Զելենսկին այս օրերին այցելեց Երևան։ Թող Հայաստանի քաղաքացիները տեսնեն, թե ով է Բրյուսելի համար իրենց հաջող քաղաքականության խորհրդանիշը։ Զելենսկիի այցը Երևան հայ քաղաքացիներին ցույց տվեց այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրամիությունը։ Իսկ Ռուսաստանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Երևանը փորձում է նախկինի պես հավատարիմ մնալ երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Յուրի Ուշակովի խոսքով այս գործելավոճը վնասում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Ցավոք Երևանը դեռևս փորձում է պահպանել, ինչպես ես կասեի, երկու աթոռի վրա նստած լինելու քաղաքականությունը։ Որքան ժամանակ նրանք կկարողանան այսպես ասած այդ դիրքում մնալ, չգիտեմ, բայց այս ամենը իհարկե ի վնաս մեր երկկողմ հարաբերությունների է, որոնք այդքան օգտակար են եւ Ռուսաստանի եւ Հայաստանի համար։ Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնիսկ ավելի օգտակար են Երևանի համար, քան Մոսկվայի։ Շատ առումներով բարենպաստ վիճակը, մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված, պայմանավորված է մեր երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացմամբ, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի փոխգործակցությամբ։ Ներքաղաքական զարգացումների ֆոնին շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նաև Վեդիի աղմկահարույց գործը։ Դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է գործով մեղադրվող Արթուր Երեմյանը։ Ավելի վաղ կալանավորվել էր նաև մյուս մեղադրյալը Դավիթ Այնազյանը։ Հանրային դժգոհությունից հետո պաշտոններից ազատվել են Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Վեդիի համայնքային ոստիկանության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։
Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության մասին դպրոցը իրավապահներին տեղեկացրել էր դեռևս փետրվարին, սակայն ըստ երեխաների փաստաբանների իրավապահ մարմինները ամիսներ շարունակ պատշաճ արձագանք չեն տվել, ինչի հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը, երբ այդ մասին սկսել են գրել լրատվամիջոցները։ Վեդի աղմկահարույց գործի մանրամասները Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Վեդիի բնակիչները ցնցված են անչափահաս աղջիկների բռնաբարությունների լուրից։ Մեկը մյուսին պատմում են, վերլուծում ու հավատալ չեն կարողանում։ 65 և 58-ամյա տղամարդիկ են բռնաբարել դպրոցական երկու քույրերին։ Աղջիկների մայրը պատմում է, 65-ամյա տաքսու վարորդը երեխաներին պարբերաբար պարապմունքի է տարել։ Իրենց ընտանիքի վստահությունն ուներ։ 65 տարեկան Դավիթ Այնազյանը բռնաբարել է քույրերին, բայց երբ նրանցից մեկն ասել է, որ բոլորին կպատմի, տաքսու վարորդը ձեռքերով բռնել է աղջկա կոկորդից ու սպառնացել։ Դրանից հետո երեխաներին տարել է իր հարևան 58-ամյա Արթուր Երեմյանի մոտ, որը եւս սեռական բնույթի գործողություններ է արել աղջիկների նկատմամբ, բայց դա վերջին անգամը չի եղել։ Ես առավոտ շուտ եթում գործի դաշտի եթում էլի կապ մապ եկանում, ցախնիկ հավքում, երեխան ժամը 6-ին, 7-ին եթում էր ինքը դպրոց, Արթուր անունով քաշելա, նստեցր ավտոն տարել եկեղեցի երեխան։ Երեխան չէր ասում, հետո տարելա միանգամից դպրոց, ավագ դպրոց է երեխան եթում։ Հենց դպրոցում էլ տեղի է ունեցել բռնաբարությունը, ասում է աղջիկների մայրը։ Ընտանիքը համեստ է, սկզբում տնակում էին ապրում, հետո փոքրիկ տուն կառուցեցին։ Բնակիչներից մեկն էլ աղջիկների տատի հետ է աշխատում։ Հայրական տատիկին ճանաչում եմ, խելոք աշխատող, գյուղացի ընտանիք են, խեղճ ապրող ընտանիք են։ Այդ լուրը լսելուց իմ կարծիքն է, պիտի այդ մարդկանց հրապարակում այդ շատրվանների մոտ, պիտի բերես բենզինը լցես ու վառես։ Ընտանիքից լսել եմ, որ խեղճ մարդիկ են։ Մայրը հավաքարար է, հայրն էլ քաղաքապետարանում այտենց աշխատում է։ Մաքրությամբ, մայրն ու հայրը։ Աղջիկների մասին դες չեմ լսել, չգիտեմ։ Այդ խելոք անմեղ երեխեքին տենց արամ դաստիճակը, ուղղակի դե ապրելու իրավունք չունի։ Վատ բան է տեղի ունեցել, դա կարամ ասեմ, բայց դե ովքեր են ինչ են, թե չգիտեմ։ Քաղաքի բնակիչներից մեկը ճանաչում էր տաքսու վարորդին։ Գործի բերումով գնացել եմ, տեսել եմ ինքը հաճախակի կայնածա, խանութի դեմը տաքսիով, դուռը բաց։ Ազատության մեջ են հանցագործության համար մեղադրվող տղամարդիկ, կալանավորվել են, բայց 72 ժամը չլրացած նրանց բաց են թողել։ Տաքսու վարորդի տեղը հայտնի չէ, բնակիչները ենթադրում են Երևանում բարեկամի տանն է ապաստան գտել։ Իսկ Վեդիի համայնքապետարանում եւ մարզկենտրոն Արտաշատում հետաքրքրված չեն տեղի ունեցած մանկապղծության դեպքով։ Փաստաբանական ու հասարակական համայնքը իրար խառնած դեպքը Արարատի մարզպետարանը հերքել է։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի Արարատի մարզի դպրոցներում անծանոթ տղամարդիկ աշակերտների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների փորձ են արել, չի համապատասխանում իրականությանը։ Մարզպետի աշխատակազմը պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով եւ կրում են ապատեղեկատվական բնույթ։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը առավոտից չի պատասխանում զանգերին, անջատում է։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ հաղթանակի օրվա ընթացքում վիճակը չի սրվի և ստիպված չի լինի պատասխան քայլերի դիմել։ Մեր արտգործնախարարությունը շրջաբերական նոտայով ուղղված Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ու գրասենյակներին եւս մեկ անգամ դիմել է օտարերկրյա պետությունների իշխանություններին եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը, հորդորելով առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել պաշտպանության նախարարության հայտարարություններին եւ ապահովել Կիևից ժամանակից շուտ տարհանումը։ Պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ նպատակահարմար է, որպեսզի խաղաղ քաղաքացիները Կիևի բնակիչները նույնպես լքեն քաղաքը։ Եթե Աստված մի արասցե, մենք ստիպված լինենք պատասխանել Զելենսկիի ռեժիմի սպառնալիքներին։
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դեռ ուսումնասիրում է Վաշինգտոնի առաջարկները և վերջնական պատասխան չի տվել ամերիկյան կողմին։ Նրա խոսքով Իրանը շարունակում է խորհրդակցությունները և դեռ որոշում չի կայացրել։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Փոխադարձ հարվածներ Հորմուզի նեղուցում։ Միացյալ Նահանգների զինվորականները հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզու նավահանգստին և Բանդար Աբաս քաղաքին, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ ԱՄՆ-ն Իրանին ուղղված այս հարվածները չի համարում երկրների միջև պատերազմի վերսկսում։ Իր հերթին իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող 3 ամերիկյան ականակիր հարձակման է ենթարկվել իրանական նավատորմի կողմից։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է, որ վերջերս հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Նա հանդիպումը բարձր է գնահատել, ընդգծելով Խամենեիի խոնարհությունը, պարզությունը և հարգալից վերաբերմունքը։ Փեզեշքյանը հայտարարել է, որ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում, իսկ քննարկումները տևել են գրեթե 2.5 ժամ։ Կիևը կարող է ենթարկվել զանգվածային հրթիռային հարվածների, եթե Զելենսկիի մայիսի 9-ի սպառնալիքները կյանքի կոչվեն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատասխանը չի ուշացել։ Նա պատասխան հարվածներով է սպառնացել ռուսական կողմին։ Ռուսաստանի ղեկավարությանն անհանգստացնող միակ բանը Կարմիր հրապարակում կարճատև լռությունն է, հայտարարել է նա։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ իրենց ուզածը ոչ թե կարճատև, այլ վերջնական հրադադարն է, իսկ Երևանում սպառնացել էր, որ մայիսի 9-ին վաղ սփռող ԱԹՍ-ները կբզզան Կարմիր հրապարակի օդում։ Իսկ ով ներկա կլինի մայիսի 9-ի շքերթին, մենք միջազգային հյուրերի չենք հրավիրել, սակայն որոշ օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկացել Մոսկվա գալ հաղթանակի օրվա կապակցությամբ, առանց Մոսկվայի հրավերի, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նախագահի օգնականի խոսքով Ռուսաստան կժամանեն Աբխազիայի, Հարավային Օսիայի, Բելարուսի և Լաոսի նախագահները, Սլովակիայի վարչապետը, Մալայզիայի թագավորը և Սերբիայի ղեկավարությունը։ Չինաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի կոռուպցիայի համար։ Վեյ Ֆենհեն պաշտոնը զբաղեցրել է 2018-ից 2023 թվականներին։ Եվ վերջում Բաքվի կենտրոնում ուխտ է հայտնվել։ Բաքվի կենտրոնական փողոցներից մեկում սյանը կապված ուխտն առաջացրել է անցորդների հետաքրքրությունը։ Զառա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 15-ին է, տաղավարում կաշխատի Գառնի Ութաֆյանը։